պատճառը եւ պատրվակը եւ ձերբակալությունը եւ կալանավորումը եւ այլն ունի նպատակ կրկին անգամ թիրախավորված եկեղեցուն եւ վեհապար հայրապետին բայց խնդիրը նա է որ այդ Տեր Արամ կոչեցյալը ինքը այս մտքերը ասելա 1 ամիս առաջ ասենք ես հիմա օրը կոնկրետ չեմ հիշում ենթադրենք 1 ամիս կամ ավելի շատ միգուցե ինչու է հիմա արվում այնպես ինչպես Միքայել Հաճապայանը միտք էր ասել մի 6 ամիս 8 ամիս հետո փորձեցին քրեական գործ հարուցել թեև ժամանակ ասելու ժամանակ ինչ որ քչփորել են տակը բան չէր եղել այսինքն հիմա պատվեր կա որ կոնկրետ Մկրտիչ Սրբազանին կամ վեհապար հայրապետին որը արնակցական կապ ունի վեհապար հայրապետի քրոջ որդին է Ավազանյանով Հայկ Պրոշեն հիմա Մկրտիչ Սրբազանի միջոցով վեհապար հայրապետի վրա եւս ճնշում է բայց հետաքրքիր ինչու հիմա այստեղ ոչ թե պիտի հարցը տալ զարմանալ զայրանալ ինչու են անում այլ ինչու են հիմա անում